Պաշտոնական վիճակագրության տվյալներով մեր երկրում գնաճի արագացում շարունակում է նկատվել, ընդ որում կարծես թե մենք գործ ունենք նոր ալիքի հետ։ Այն, որ 2025 թվականին գնաճի կանխատեսում կար, այդ մասին նաև զրուցել ենք հենց այս տաղավարից, խոսել ենք դրա հնարավորությունների վերաբերյալ, որևէ կերպ պատահական չէ, որ այսօր արդեն կարծես թե այդ խնդրին ենք բախված։ Իրականում գնաճի թեմային անդրադառնում ենք նաև զգայուն ժամանակաշրջանում, խոսքը զատկի տոնին ընդառաջ շրջանն է, որի ժամանակ եւ ոչ միայն այս տոնի, տոնական ժամանակաշրջաններից առաջ մեզ մոտ կարծես թե օրինաչափություն է որոշակի դարձել կոնկրետ ապրանքախմբերի մասով գնաճային դրսևորումները, այնուամենայնիվ խնդիրը կարծես թե միայն այդ օրինաչափությամբ չէ պայմանավորված։ Կառաջարկեմ միասին դիտարկենք մեր առաջին պատկերը, որտեղ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներն են այս տարվա մարտ ամսվա դրությամբ արձանագրված գնաճի հետ կապված եւ սպառողական գների ինդեքսը այդ կൂട്ടակային ցուցանիշը նշված ժամանակահատվածում գրանցել է 3.3% աճ։ Պետք է նշել, որ այս 3.3%-ը հաջորդում է նախորդ ամսվա, այսինքն 2025 թվականի փետրվարի 2.5% թանկացումներին, իսկ 25 թվականի հունվարին սպառողական գների ինդեքսը 1.7% էր։ Այսինքն ակնհայտորեն մենք այստեղ գնաճի արագացում որոշակիորեն նկատում ենք։ Օբյեկտիվորեն պետք է նշել, որ այն նախադրյալները, որի մասին նաև խոսեցինք, արձանագրել ենք, ֆիքսել կամ կանխատեսել ենք ավելի վաղ, իհարկե դրանց ներքո կան նաև արտաքին գնաճային ճնշումների հավանական ազդեցությունները, այսինքն համաշխարհային շուկաներից եկող գնաճները եւ որոշ ապրանքախմբերի մասով, մասնավորապես կանադառնանք, որ կարծես թե առավելապես հենց այդ դրսից եկող ազդակներն են, բայց խնդիրը միայն դրանում չէ, ցավոք սրտի։ Մինչ անդրադառնալը կոնկրետ ապրանքախմբերին, սպառողական գների ինդեքսի այս կൂട്ടակային ցուցանիշի որոշ բացվածքին անդրադառնանք, եւ այսպես սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում մարտ ամսին թանկացումները կազմել են 5.4%։ Ալկոհոլային խմիչքներ ծխախոտի պարագայում 5.1%-անոց աճ ենք արձանագրել գների։ Որոշակի նվազում կա հագուստ եւ կոշիկ ապրանքախմբում 3%-անոց անկում ունենք, փոխարենը բնակարանային ծառայությունների պարագայում եւս թանկացում կա 1.4%-ի շրջանակներում, առողջապահությունը, տրանսպորտը եւ կրթությունը, կարեւոր ծառայությունները տևական ժամանակ արդեն գտնվում են թանկացումների ալիքի ներքո, մասնավորապես առողջապահության պարագայում մարտ ամսվա գնաճը կազմել է 3.5%, տրանսպորտի դեպքում 3.7%, ընդ որում բավական հետաքրքիր է տրանսպորտի թանկացումների այս տրանսպորտային ծառայությունների բացվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 3.7%-անոց կൂട്ടակային գնաճին առավելապես հենց երթուղիների տրանսպորտային ծառայությունների թանկացումն է նպաստել։ Ավելի պարզ ասած, տրանսպորտի սակագների ավելացումն է առավելապես նպաստել այս ցուցանիշի ձևավորմանը։ Եվ կրթության ծառայությունը, որը տևական ժամանակ այսպիսի ուրեմն գնաճային ազդեցությունների ներքո է։ Մեր ներկայացված պատկերի մյուս կողմում, աջ կողմում նախորդ ամսվա նկատմամբ թանկացումներն են, այսինքն այս տարվա մարտին, փետրվարի համեմատ մենք տեսնում ենք, որ բոլոր ապրանքախմբերի պարագայում գրեթե ներկայացված բացառությամբ հագուստ եւ կոշիկ ապրանքախմբի մենք ունենք թանկացումներ։ Եվ իրականում սա այդ թվում նաեւ նախորդ ամիսների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շարունակականության միտման ներքո է։ Ինչպես միշտ, ինչպես բազմիցս նշել ենք, որ այս ընդհանրացված ապրանքախմբերի գների ուրեմն ինդեքսները, միջինացված ցուցանիշները իհարկե պատկեր հաղորդում են, բայց շատ ավելի առարկայական եւ դեպի յուրաքանչյուրիս կյանք ու կենցաղ իրական պատկերը շատ ավելի մեծ բացվածքի ուսումնասիրությունն է ցույց տալիս, ինչն էլ միասին կփորձենք հասկանալ ներկայացնելով մեր երկրորդ պատկերը։ Ըստ այդմ, տեսեք, սննդամթերք եւ ոչ ալկոհոլային ապրանքախմբերի ներքո միայն սննդամթերքի թանկացումը նշված ժամանակահատվածում կազմել է 5.3%։ Նախորդ ամսվա համեմատ սննդամթերքը թանկացել է 0.6%-ով, այսինքն մեկ ամսվա կտրվածքով մենք ունենք 0.6%-անոց թանկացում։ Թանկացել է հացաբուլկեղենը եւ ձավարեղենը 1.7%-ով։ Բրինձի թանկացումը 2.3%-անոց է նախորդ ամսվա համեմատ բրինձի գները որոշակիորեն անկում են ապրել, սա նշանակում է, որ սա նախորդած, այսինքն հունվար, դեկտեմբեր այդ ամիսներին արձանագրված աճերի արդյունքն է։
մակարոնեղեն, միս, կաթնամթերք, կարագ, մրգեր, բանջարեղեն, այսինքն ներկայացրել ենք հնարավորինս առաջին անհրաժեշտության ապրանքախմբերը եւ բոլորի պարագայում բացառությամբ կաթնամթերքը մենք ունենք թանկացումներ, ընդ որում բանջարեղեն, միրգ ապրանքախմբում թանկացումները երկնիշ են, սուրճի պարագայում, տեսեք, մեր հավելվածի սկզբում խոսեցինք, որ կան ապրանքախմբեր, որոնք առավելապես կարծես թե հենց արտաքին գնաճային ճնշումների ներքո են, սուրճի դեպքը այդպիսին է, սուրճի համաշխարհային շուկայում բավական բարձր գնաճ կա նախորդ տարվա բերքատվության հետ կապված խնդիրներով պայմանավորված եւ օբյեկտիվորեն պիտի նշենք, որ այս առաջին անհրաժեշտության ապրանքի թանկացումը կարծես թե հենց այդ գործոնով է պայմանավորված, ինչը ցավոք սրտի չեն կարող ասել մնացած ապրանքների մասով։ Հատուկ ուշադրություն կուզեի դարձնենք վարսավիրական ծառայությունների, ուրեմն թանկացումներին, սա օրինակն է վերցված մեր կողմից այն ծառայությունների, բազմաթիվ ծառայություններից մեկի, որոնք խոսել ենք, նշել ենք դեռ այս տարվա տարեսկզբյան մեր թողարկումներից մեկի ժամանակ, որ պայմանավորված հարկային վարչարարության եւ իրականացվող հարկադրույքների բարձրացման արդյունքում այս ծառայությունները կթանկանան եւ արդյունքում մարտ ամսվա դրությամբ մենք վարսավիրական ծառայությունների պարագայում ունենք 13.8% գնաճ։ Նախորդ ամսվա համեմատ ծառայությունները թանկացել են 2.4%-ով։ Հետաքրքիր է եւ որևէ կերպ պատահական չէ, որ այս ծառայությունները հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ թանկացել են էականորեն 6.9%-ով եւ դա ուղիղ կարծես թե փոխկապակցված է հենց հարկային վարչարարությամբ, որը ուժի մեջ մտավ այս տարվա հունվարից։ Հետևաբար կարծես թե բոլոր բացասական կանխատեսումները կամ առնվազն դրանց որոշ դրսևորումների մենք արդեն ականատես լինում ենք եւ հենց այս զարգացումներն են նաեւ իրավունք տալիս ենթադրելու, որ մենք գտնվելու ենք այս համատեքստում շարունակականության ներքո։ Իհարկե, թերևս նաև փորձենք ամփոփել, այս ամենին օբյեկտիվորեն եւս մեկ անգամ պիտի նշենք, որ նպաստում են նաև արտաքին ազդակներից եկող հնարավոր մարտահրավերները եւ ռիսկերը, այսօր տեսնում ենք համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող վայրիվերումներ, որոնք անշուշտ առաջացնելու են նոր գնաճային դրսևորումներ, բայց նաև հաշվի առնելով որոշ ապրանք ծառայությունների, այդ թվում նշեցինք օրինակ վարսավիրականների առանձնահատկությունը, պետք է նշել, որ կամ առնվազն ամփոփենք մեր այսօրվա ելույթը հարցադրումով, արդյոք մեզ մոտ թանկացումների այս նոր ալիքի գերակշիռ մասը պատճառներից հիմնականը պայմանավորված չէ հենց այն հարկային տերորով, որն այսօր իշխանությունը իրականացնում է սեփական տնտեսվարողների եւ սեփական քաղաքացիների նկատմամբ։